Տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Նշվում է, որ կառույցը կդադարեցնի աշխատանքը հուլիսի 1-ից։ Կենտրոնի որոշ աշխատակիցներ Facebook-յան իրենց էջերում տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանելով լուրը հայտարարել է, կենտրոնը կվերակազմակերպվի և կդառնա նախարարության մաս։ Կենտրոնի հիմնական առաքելությունն էր արևմտյան արժեքների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը։ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցչի կարծիքով այս քայլը հերթական ապացույցն է, որ Վրաստանի իշխանությունը փոխում է եվրոպական կուրսը։ Ռուս-ուկրաինական կարգավորման հարցը շատ բարդ է, կան նրբություններ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանելով Ստամբուլյան վերջին բանակցությունները։ Ըստ Դմիտրի Պեսկովի, Մոսկվայի և Կիևի թիմերի հերթական հանդիպման ժամկետները կախված են կողմերի պատրաստակամության մակարդակից։ Նա հավելել է, այդ հարցը քննարկվում է։ Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական ուժերը հարվածում են Ռուսաստանի տարածքին, համապատասխան կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում, նշել է Կրեմլի խոսնակը։ Նա հաստատել է, որ հունիսի 3-ին Ղրիմի կամրջի մոտակայքում պայթյուն է գրանցվել, սակայն ենթակառուցվածքային վնասներ չեն արձանագրվել։ Պեսկովը նաև խոստացել է, որ ռուսական կողմը կանի ամեն ինչ պարզելու օրերս Ռուսաստանի ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հանգամանքները։ Բելարուսի նախագահը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահի հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մի շարք երկրների, նաև Բելարուսի հայացքներն ուղղված են Պեկինին։ Նա կարծիք է հայտնել, թե Արևմուտքն աննախադեպ ճնշում է գործադրում, այդ թվում Չինաստանի վրա։ Ժողովրդական հանրապետությունը թույլ չի տա, որ համաշխարհային կարգը խախտվի, կարծիք է հայտնել նա։ Սին էլ շնորհավորել է Լուկաշենկոին Բելարուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Մեր երկրների միջև ամրապնդվում են բարեկամությունը, քաղաքական փոխադարձ վստահությունը, միջազգային հարցերում համակարգումը։ Զարգանում է գործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդը։ Նախագահները պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները։ Հարավային Կորեան նոր նախագահ ունի, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր Տոբուրո դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Ջեմյունը։ Նա ստացել է ընտրողների ձայների 49%-ից ավելին։ Լիի հիմնական մրցակցի պահպանողական թեկնածու Կիմ Մուն Սուի օգտին քվեարկել է քաղաքացիների 41%-ից ավելին։ Կիմն արդեն հայտարարել է, որ խոնարհաբար ընդունում է ժողովրդի ընտրությունը։ Հարավային Կորեայում նախագահական ընտրություններն արտահերթ են եղել, դրանք նշանակվել էին այն բանից հետո, երբ նախկին նախագահ Յուն Սոկյոլը մեղադրվել էր դեկտեմբերին հեղաշրջման փորձ կատարելու համար։ Նա հայտարարել էր, որ ընդդիմությունը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ցանկանում է պաշտոնանկ անել իրեն։ Ներկայումս Յուն Սոկյոլի գործով հետաքննությունը շարունակվում է։ Ընտրված նախագահ Լի Ջեմյունը հաղթանակից հետո ունեցած ելույթում խոստացել է ճնշել ապստամբությունը եւ կանխել ռազմական հեղաշրջման փորձերը։ Հատկանշական է, որ ընտրված նախագահի դեմ նախկինում 5 քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի եւ այլ խախտումների մեղադրանքով։ Դիանա Գասպարյան, լուրեր։